Պարոն Պապոյան, դուք ավելի վաղ ասել եք, որ եթե մենք չլինենք իշխանության, թրիփներ չի լինի, բայց դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարեց, որ Իրանում ստեղծված իրավիճակը ժամանակավորապես Միացյալ Նահանգների հետաքրքրությունները փոխել է եւ հիմա նրանց այսպես հետաքրքրությունը այլ տեղ է։ Հիմա թրիփի հետ կապված ոչինչ չկա։ Կարող դուք էլ չլինեք իշխանության։ Մենք կլինենք, թրիփն էլ կլինի։ Այսինքն ժամանակավորապես այս դադարը ինչի մասին է խոսում։ Թրիփ կլինի, քաղաքացիական պայմանագիրն էլ կլինի։ Բայց կարող է խնդիրները չեն ստեղծվել։ Երկուսն էլ կլինի։ Բայց ամեն դեպքում հիմա ժամանակավոր դադար է, այսինքն Միացյալ Նահանգների Ամեն ինչ ըստ պլանավորման գնում է, հարգելի գործընկերներ, հա, հասկանալի է, կա խնդիրներ այդ մասով, բայց ես կարծում եմ, որ եւ հուսով ենք բոլորս, որ հակամարտություն ամեն դեպքում քաղաքական բարձր հայտարարությունները Միացյալ Նահանգներից նվազագույն նրա մասին է, որ գործընթացը ինչ որ մի շրջան հետո հուսով ենք կավարտվի եւ ինչպես նաեւ քիչ առաջ էլ նշեցի, մեր ռազմավարական գործընկերը եւ մեր բարեկամ հարևան երկիրը ի վերջո կհասնեն համաձայնության։ Այսինքն իրենց կողմից վստահություններ են հնչել, որ շարունակվի գործընթացը, թե դա լավատեսական է ձեր կողմից։ Ես կարծում եմ, որ մենք մեր օրակարգով պետք է շարժվենք, աշխարհում միշտ էլ տարբեր տեկտոնական շարժումներ կարող են լինել, բայց եթե մենք մեր ճիշտ ճանապարհով շարժվենք, մենք միշտ այդ ընթացքում զբաղված կլինենք կարկանդակ ուտելով եւ ոչ թե խառնված կլինենք այլ բաների մեջ եւ սա էլ մենք մեր թրիփը կսարքենք, մեր հյուսիս-հարավը կսարքենք։ Մենք մեր գործերի վրա ենք կենտրոնացած։ Առանց կղզյակ չենք մենք ունենք տարածաշրջանում պատերազմ մեր անմիջապես հարևանության։ Մենք չենք կարող այդ ամեն ինչից անմաս մնալ եւ ինչպես դուք եք ասում կարկանդակ։ Ես կարկանդակ համար պարոն Պապոյան, Իրանից կատնամթերքի բուք։ Մենք կարկանդակ ուտում ենք։ Հենց հիմա էլ հանգիստ ուտում ենք, այնպես որ այս քաղաքականությունը շատ ճիշտ է եւ մենք մեր գործերի վրա պետք է կենտրոնանանք։